Սաղմոս 55, 16, 17 Իսկ ես Աստծուն պիտի կանչեմ, ու Տերը զիս պիտի փրկի: Իրիկունը արտուն ու կեսօրը պիտի բողոքեմ ու հառաչեմ, և անիկա պիտի լսե իմ ձայնս: Եվ Ղուկաս 11:1 Ու եղավ, որ տեղ մը աղոթք կներ, ու երբ դադարեցավ, իր աշակերտներն մեկը ըսավ իրեն. Տեր, մեզի աղոթք ընել սորվեցուր: Ինչպես Հովհաննես ալ իր աշակերտներուն սորվեցուց: Եվ հետո հայրմերն ա սովորացնում: Իմ կարդացած համարները վերաբերում էր աղոթքի, որովհետև հոգևոր կյանքում ամենաբարդ բանն ա դառնալ աղոթքի մարդ: Ամենաբարդ բանն ա: Ես իմ աղոթքի կյանքից դժգոհ եմ շատ և չեմ պատկերացնում դա երբ կկարգավորվի, որովհետև հետաքրքիր ա ինչքան աղոթում ես, այնքան զգում ես, որ քիչ ա: Ես քանակի մասին չեմ խոսում, ոչ էլ ձևի մասին եմ խոսում, որովհետև ամեն պայման ինչ-որ թելադրում ա ինչ-որ մի ձև աղոթքի, բայց աղոթքի կյանք ունենալը շատ դժվար ա: Շատ դժվար ա: Այ որ մարդ սկսում ա աղոթքի կյանք ունենալ, նոր հասկանում ա որն ա հոգևոր կյանքը: Մինչև տենց էլ մենք թափառում ենք և տենց տառապում ենք հոգևոր կյանքում, բավականին դժվարանում ենք: Ես չեմ ուզում ասեմ դու հոգևոր կյանք չունես, բայց եթե դու աղոթքի կյանք չունես, դու հոգևոր կյանք չունես: Առհասարակ էական չի, թե դու ինչքան ես հասկանում կամ ինչ գիտես: Մեկ ա դու դա չես ապրում: Իսկ ապրել հոգևոր կյանք առանց աղոթքի կյանքի դա բացառվում ա: Դու կարաս մտածես, որ հնարավոր ա, բայց հնարավոր չի: Սուրբ գրքում շատ օրինակներ կա, որտեղ մարդիկ Տիրոջ հետ լուրջ կապ են ունեցել և ունեցել են աղոթքի կյանք: Արդարացումներ կա, գիտեմ շատ կա, ես էլ ունեմ լիքը արդարացում, թե քիչ եմ աղոթում, բայց որտե՞ղ անցնում էդ արդարացումները: Ոնց որ Աստծո մոտ չի անցնում: Մենք շատ բան կարանք ասենք, զբաղված եմ, սովորում եմ, հոգսերը, երեխեքը, իմ ամուսնու նման ունենայիր, դու էլ չէիր աղոթի, լիքը մահանաներ կան, լիքը: Բայց արդարացում չկա աղոթքի կյանք չունենալու համար: Դրա համար ես ուզում եմ կրկնեմ միտքը, հոգևոր կյանքում ամենադժվար բանը աղոթքի կյանք ունենալն ա: Եվ քրիստոնյաների մեծ մասը չունեն աղոթքի կյանք: Էլ չեմ ասում քրիստոնյաների մեծ մասը, հոգևորների մեծ մասն էլ չունեն աղոթքի կյանք: Եվ քանի որ չկա աղոթքի կյանք, քո բոլոր հոգևոր կյանքը ոչ թե պտտվում ա քո շուրջ, պտտվում ա ուրիշների շուրջ: Եվ մենք սկսում ենք զբաղվել ուրիշներով: Էդի ամենաչստացված հոգևոր կյանքն ա, երբ որ մենք պտտվում ենք ուրիշների շուրջը: Իսկ ուրիշների շուրջը պտտվելը հեշտ ա, բայց ում մոտ որ ստացվել ա աղոթքի կյանքը, ինքը էլ ուրիշների մասին չի մտածում: Որովհետև ինքը տենում այնքան խնդիր ունի, որ ուրիշով զբաղվելը ուղղակի, բացարձակ անիմաստ ա և անհնար: Ազդանշան ա մեր համար, որ գոնե մենք մեր առաջ անկեղծ լինենք, որ մենք չունենք աղոթքի կյանք: Աղոթքի կյանքի հետևանքով քեզ մի ճշմարտություն ա բացվելու, չեմ հաշվում մնացածները, մի կարևոր ճշմարտություն ա բացվելու, որ քեզ և Աստծուն խանգարողը դու ես: Քեզի սա չի կարող բացվի, եթե դու աղոթքի կյանք չունես: Դա ամեն մարդու չի բացվում, տենց հեշտ չի բացվելը: Ես քրիստոնյաների մասին եմ խոսում: Իսկ երբ որ քեզ բացվում ա, որ քեզ և Աստծուն խանգարողը մենակ դու ես, դու ընկնում ես հոգևոր կյանքի արոտների մեջ: Քո մոտ նոր սկսվում ա հոգևոր կյանքը: Դու այդ ժամանակ նոր հասկանում ես, որ ինչքան հեռու ես եղել հոգևոր կյանքից: Դրա համար կարելի ա մի նախադասությունով դա ասել, եթե մարդը չունի աղոթքի կյանք, ինքը չունի հոգևոր կյանք:
Էական չի ինքը ինչքան է հասկանում, ումից լավ է հասկանում կամ ումից վատ է հասկանում։ Վերջը Աստծո հետ ապրելու համար աղոթքի կյանքը ոչ թե անհրաժեշտ է, այլ դա չի քննարկվում։ Պետք է մարդ ոչ թե պաշտամունքին աղոթի, ոչ թե ընտանիքով աղոթի, ինքը պետք է առանձնանա Աստծո համար, բայց ինքը չունի այդ։ Մարդը չունի, այդ դրան հասնելը շատ դժվար է, ես չեմ ասում հեշտ է։ Աղոթքի կյանք ունեցող մարդու կյանքը լուրջ տարբերվում է, որտեվ միակ միջոցը, որով դու կարաս մտերմանաս Աստծո հետ, դա աղոթքի կյանքն է։ Եթե դու ամեն բան գիտես, բայց չես աղոթում, աղոթքի կյանք չունես, չես մտերմանում Քրիստոսի հետ, հետաքրքիր է, ում է պետք թե դու ինչ գիտես։ Չէ՞ կամ ում է հետաքրքիր է դելի, չէ՞։ Քեզ պետք է բոլոր ջանքը դնես, որ դու կարենաս մտերմանաս Աստծո հետ, իսկ Աստծո հետ մտերմանալը դա հոգևոր կյանքի առանցքն է։ Ուրիշ քո ծնվելը ուրիշ նպատակ չունի, դու դրա համար ես ծնվել։ Դու չես ծնվել, որ սաղին դնես զոհասեղան, դու վերջում մաքուր դուրս գաս, դες բան չի կարա լինի։ Դու ծնվել ես, որ քեզ դնես զոհասեղան։ Մեկի մոտ տևում է 20 տարի, մեկի մոտ 80 տարի։ Բայց ինչքան չլինի աղոթքի կյանք, այնքան դու քեզ չես տենա, հնարավոր չի։ Հնարավոր չի։ Դուք կհիշեք Սուրբ Գրքից շատ հերոսների Աստված պատասխանել է, խոսացել է իրանց հետ, իրանց միջոցով գործեր արել, բայց դա մենակ եղել աղոթքի միջոցով։ Եթե դու չունես աղոթքի կյանք, հաշվի դու ոչ մի բան չունես։ Կարևոր չի դու ծառայում ես, երգում ես, չես երգում, կարևոր չի, բացարձակ կարևոր չի։ Դու կարաս ծառայես, բայց աղոթքի կյանք չունենաս։ Ես ձևի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ Աստծո հետ առանձնանալու մասին։ Մեր մարդկային փոխհարաբերությունների մեջ ենթադրենք, եթե ուզում ես մեկի հետ լուրջ զրույց ունենաս, պայմաններ ես ստեղծում, չէ՞։ Առանձնանում ես, ոչ մեկ չխանգարի, դաժե որ զանգում են չես վեկալում, չէ՞։ Այս լինում է, ես կարևոր զրույցի ժամանակ որ զանգում են չեմ վեկալում։ Բանա որ ասում եմ կներես ու անջատում եմ։ Հետո կզանգեմ, բայց զրույցը ինչ է, շատ կարևոր է։ Հիմա զրույց Աստծո հետ հոգևորներից մեծ մասը չունեն, ցավոք սրտի։ Գիտեք խի, շատ դժվար է։ Շատ դժվար է։ Աղոթելը սովորում են աղոթելով։ Աղոթելը չեն սովորում քարոզելով։ Ես ու քարոզեմ չեք սովորի աղոթել, ոչ էլ ես կսովորեմ։ Դու պետք է կարենաս առանձնանաս Աստծո հետ։ Եվ դա քո կյանքի հիմնական նպատակն է։ Եթե դու Աստծո հետ չես առանձնանում, դու իրան չես կարող չխանգարես։ Դու խանգարում ես համ քեզ, համ Տիրոջը։ Դրա համար ես մի քանի համարներ կարդամ, որտեղ ընդհանրապես ուզում եմ նշեմ, թե ոնց Աստված պատասխանում աղոթքներին կամ վերաբերվում աղոթքին։ Եվ չի բացառում, որ դու աղոթքի մասին քարոզ լսելուց հետո շարունակես չաղոթել։ Դա կլինի նորմալ process մարդկային, որովհետև աղոթելը դժվար է։ Բայց դու կարաս նաև աղոթքի մասին քարոզից հետո փորձես կարգավորես քո աղոթքի կյանքը, դու կզգաս, որ չի ստացվում։ Այտենց հեշտ չի ստացվելու։ Անգամ ես իմ կյանքից ասեմ, անգամ երբ որ ունենում ես լուրջ որոշում, ինչ որ բան փոխես քո կյանքում, չէ, այդ ժամանակ խանգարողները շատանում են։ Եթե որոշել ես, որ դու այս ժամին աղոթես, այդ ժամին կարող են քեզ տեղ հրավիրեն։ Կամ դու այդ բանին ուզում ես ամեն ինչ դες մի կողմ գիրք կարդաս, չէ, այդ ժամին քեզի զանգում են, շատ կարևոր զանգակալի։ Հետո դու մոռանում ես։ Եվ այտենց մի օր, երկու օր, 3 օր, հիմա հետ նայի, դու քո համար խոստովանի, քո համար վերջի անգամ քո մոտ երբ հաստատվել լուրջ աղոթքը։ Այսինքն ժողովին մենք աղոթել ենք։ Կամ ասենք, կարող վերջում ասենք, օրվա վերջում ասենք, երեխեք ջան, մի հատ հավաքվեք աղոթենք, չէ՞։ Առանց աղոթքի չենք քնում, բայց դա չենք քննարկում։ Այդ ֆորման դաժե աշխարհիկների մոտ կա։ Մի հատ աղոթենք հացի համար, ու ես խոսում եմ իր հետ առանձնանալու մասին, որը շատ դժվար է, շատ։ Եվ չեմ պատկերացնում, իմ համար եմ ասում, չեմ պատկերացնում ինչով կարամ ես դա արդարացնեմ, որ
չեմ կարողացել քո համար ամեն օր առանձնանալ։ Ինչով կարամ ես էդի արդարացնեմ։ Ինչով։ Օրինակ որ բժիշկ ասի պետք է օրը մի ժամ քայլես, դու կարող ես քո օրակարգի մեջ էդի մտցնես ու մի ժամ քայլես։ Ու շաքարը դիճնի։ Բայց որ քեզ պետք է մի ժամ աղոթել եւ շփվել Աստծո հետ, էդի չկա։ Մարդն է տենց, մարդը էդի խոսում նրա մասին, որ մարդը բավականին անկախ Աստծուց։ Եվ Աստծո հետ միտք չունի շարունակի։ Ուրեմն Ղուկաս 23:43-ում մի անգամուց պատասխանել Աստված աղոթքին։ Հիսուսն լսավ անոր, ճշմարիտ կսեմ քեզի, դու այսօր ինձ հետ դրախտի մեջ պիտի լինես։ Քանի ժամ տևեց պատասխանը։ Մի անգամուց։ Ես ունեցել եմ մի անգամուց պատասխան երկնքից, բայց շատ քիչ ա եղել։ Միշտ չի, որ պատասխանը մի անգամուց ա լինում։ Միշտ չի։ Դու կարաք բաննել գրեք Թվոց 14:20-ը, որ Իսրայելը մեղանչել էր, Աստծո ու չէր լսում Աստծուն, վերջը։ Հետո Մովսես աղոթք անում իր համար, Իսրայելի համար, չէ։ Ողորմություն ախնդրում, ներում ախնդրում, պատասխանը շատ արագ եկավ։ Քո խոսքի համաձայն ներեցի։ Իսկ որ ինքը միանգամից չի պատասխանում, մարդու մոտ բան առաջանում։ Հարց առաջանում։ Խի այբ կպատասխանի, բախի չի պատասխանում եւ այլն եւ այլն։ Տարբեր հարցերով մարդ խառնվում է։ Ու կարաք դուք նշեք Ղուկաս 18:1-7 համարները, ես մենակ մի նախադասություն կարդա, անոնց առակ նա լսավ այս բանի վրայով, թե պետք է ամեն ատեն աղոթքնել եւ չձանձրանալ, այս ձանձրանալու մասն է ուզում ասել։ Ասացի 17, կարդացի 18, բայց չձանձրանաք, ասում է։ Ես շատ եմ ձանձրացել։ Շատ եմ ձանձրացել, չկա պատասխան ձանձրացել եմ։ Ոնց է իրարից ձանձրանում ենք, չէ՞։ Մի 100 անգամ ասում ես, մեկը չի փոխվում, ասում ես լավ։ Էլ սпасելիք էլ չունես, չէ՞։ Որ քո սրտով չի պատասխանում, ձանձրանում ես։ Ես էլ մտածում եմ ինքը խի չի մի անգամուց պատասխանում, որտեվ որ պատասխանի քո սրտով չի լինելու։ Եվ որ քո սրտով չի լինելու, չէ՞, կարող է ինչ լինես, կարող է նեղվես, կարող է չընդունես, որտեվ Աստված քո սրտով չի պատասխանում։ Աստված պատասխանում է այն հարցերին շատ արագ, որոնք վերաբերում են հենց քեզ, որտեղ կա զղջում, ինքը շուտ է պատասխանում այդ հարցերին։ Եվ նաև մտածում եմ ինքը չի պատասխանում, որտեվ եթե պատասխանի, կարող տենց հեշտ չընդունես։ Ինքը գիտի երբ պատասխանի, որ պահին պատասխանի։ Դրա համար, եթե դու քո խնդրվածները գրես թերթիկի վրա, օրինակ ինձ հետաքրքիր կլինի, որ մի 10 բան գրեիր, ինչ կգրեիր, ու այդ 10-ից որին Աստված առաջինը կպատասխաներ։ Ես մտածում եմ առաջինը, որին Աստված կպատասխաներ, հետևյալն է, որ եթե դու ուզում ես վերականգնես քո աղոթքի կյանքը, այդ ինքը առաջինը կպատասխանի։ Բայց որ դու ուզում ես տենց անես, որ մենակ դու երգես, ոչ մեկ չի երգի, չէ, ոչ պատասխանի էլ դրան։ Բայց քո ասածը կլինի, պրոստը դու կկորես։ Եթե դու աղոթքի կյանք չունես, բացարձակ կարևոր չի դու ոնց ես ապրում, բացարձակ կարևոր չի։ Ոչ է կարևոր է ով ապաշխարում, ով չի ապաշխարում։ Դու անձամբ այնքան լիքը հարցեր ունես Աստծո հետ, քո աղոթքի կյանքից սկսած։ Եթե էդի դու չես կարգավորում, вообще կարևոր չի դու ինչ ես կարգավորում։ Ու սիրո վրա օրինակ բերեմ, որ հասկանաք, օրինակ Կորինթացիներ 13 գլուխ։ Ու թվարկում է, չէ՞, լուրջ բաներ է թվարկում։ Եթե սա գիտելիք ունենաս, եթե սա խորհուրդներն իմանաս, եթե անձդ այրելու տաս, եթե ինչ ունես չունես բաժանես սաղին, թվարկում է տենց։ Հետո մի հատ նախադասն ասում, բայց սեր չունենաս, ինչ ես։ Ոչինչ ես։ Եթե դու սաղ կարգ ու կանոնը գիտես, եթե դու գիտես ով է մեծ, ով է փոքր, եթե դու գիտես ով որտեղ պիտի նստի, եթե դու գիտես ով ոնց պիտի շնչի, բայց դու աղոթքի կյանք չունես, զրու է ինքը։ Անիմաստ մարդկային կյանք։ Հոգևորների մեջ անիմաստ կյանք լինում է, իհարկե լինում է։ Որտեվ եթե հոգևոր կյանքում քեզ Հիսուսը չի հետաքրքրում, այդ կյանքը անիմաստ կյանք է։ Կապ չունի դու ինչ կարգավիճակում ես հոգևոր դաշտում։ Եթե դու չես ապրում Հիսուսի հետ, ինչ կարևոր է դու ում հետ ես ապրում առհասարակ։ Դրա համար
Աստված կարա քո աղոթքներին մի անգամուց պատասխանի, եթե քեզ է վերաբերվում, եթե դու զղջումով ես գալ իր առաջ, բայց Աստված կարա մի անգամուց չպատասխանի, որովհետև քո մեջ լուծելու հարցեր ունի։ Դու կարաս քեզ թվա քո մոտ ամեն ինչ լավ է, բայց Աստված իր պատասխանը երկարացնելով քո մեջ հարցեր հայտնաբերի։ Ու դու հայտնաբերես դրան, որ փաստորեն այս հարցերն էլ կային մեջ։ Հենց մենակ այդ առաջինը, որ համբերություն չունես։ Կարա քո մեջ դա երևա։ Կարա քո մեջ չար խորհուրդները ի հայտ գա, երբ որ հարց ինչ անում, ուշանում է։ Կարա քո մեջ ենթադրությունները ավելի ծաղկեն։ Տեսար, ես ասում էի, որը տենց է, բայց իրականում տենց չի էլի։ Դրա համար առհասարակ աղոթքի կյանքով ապրող մարդը աշխատում է իր վրա, ոչ մեկի վրա չի աշխատում։ Գիտեք, ես դաժե կարամ մի քիչ ավելի սուր բան ասեմ, աղոթքի կյանք ապրող մարդուն չի էլ հետաքրքրում իր հանդեպ ինչ են անում։ Իրան չի հետաքրում այդ։ Որտեւ իր ներսը լրիվ զբաղված է ուրիշ բանով։ Եվ եթե շատ անկեղծ, ինչ էլ անում են քո հանդեպ, քիչ է էդի։ Որովհետև մենք մեզ չենք ճանաչում, բայց Աստված մեզ ճանաչում է։ Աղոթքի կյանք ունենալը այս աստիճանի կարևոր է, որ դու անձամբ կապվես իր հետ։ Քեզ ոչ մեկ չի կարող կապի Աստծո հետ։ Մենակ աղոթքի մեջ կարաս իր հետ կապնվես։ Ինքն է քեզ լիք ասելու բան ունի։ Հիմա ինձ հետաքրում է ինքը ինձ ինչ կասի։ Ինչ չի հետաքրում ինձ ինչ կանեն։ Ինձ հետաքրում է ինքը ինչ է մտածում։ Լինում է որ շուտ է պատասխանում, լինում է որ շուտ չի պատասխանում։ Լինում է որ կարակ ես միտնել գրեք ավելին է պատասխանում, քան որ մենք խնդրում ենք Եփեսացիս 3:20։ Ավելին է պատասխանում, քան որ խնդրում ենք։ Անոր որ կարող է առատությամբ ընել ամեն բաներեն ավելի, զոր մենք կխնդրենք կամ կխորհենք, այն զորությունով, որ մեր մեջ կներգործի, ինքը կարա քո խնդրածից ավել տա։ Բայց ինչ ես խնդրում։ Ուրիշ տարբերակ չկա Աստծուն մոտենալու, մտերմանալու, վայելելու, իրանով որ քո ներսը հիանա, ուրիշ տարբերակ չկա, մենակ աղոթքով կարաս դա անես։ Բայց եթե քո ներսը չի հետաքրքրվում Աստծով, դա ծանր բան է։ Դա երկարատևում։ Քո ներսը չի հետաքրքրվում Աստծով, ամեն ինչով հետաքրքրում է, բայց դու շատ բան գիտես, Աստծո մասին բան չգիտես։ Դա շատ երկարատևում։ Ու ինձ խոնարհացնելու, կոտրելու համար բավականին ժամանակ է պահանջում, որ ես գամ գիտակցության, այտենց հեշտ չի լինում։ Բայց աղոթքի կյանք ունեցող մարդու համար դա հեշտ է լինում։ Հենց մենակ այն փաստը, որ ինքը համաձայնվել է քո հետ ապրի, դրանից այնքան որ ինքը քեզ ոչ մի բան չտա, հաշվի որ ինքը քեզ հավիտենական ողորմություն արել։ Ես չգիտեմ դու ինչեր ես ուզում, բայց ինքը իրան քեզ է տվել։ Դու գիտես քիչ ես տենում իրան, չունես իրան, չես ապրում իր հետ, որովհետև աղոթքի կյանք չունես։ Դու աղոթքի կյանք չունես, հաշվի դու ոչ մի բան չունես։ Աղոթքի կյանք ունենալը դժվար բան է։ Հոգևորները այս կետը շատ շուտ բաց են թողում, շատ շուտ։ Եվ չեն իրանց վրա աշխատում, որ իրանք ամեն օր ունենան աղոթքի կյանք։ Երկրորդ Կորինթացիներ 12:7-9 գրած է, որ կարաս դու ուրիշ բան խնդրես, ինքը ուրիշ բան տա քեզ։ Դու կարաս ուրիշ բան խնդրես, բայց ինքը քեզ ուրիշ բան տա։ Ինքը ասում է 3 անգամ խնդրեցի, որ սատանի հրեշտակին ինձանից հեռու տանի։ Բայց ասում է չարեց։ Բայց ուրիշ բան արեց։ Իրան հասցրեց այն վիճակի, որ ինքը պարծենա նեղությունների մեջ, տկարությունների մեջ, բայց ինքը լրիվ ուրիշ բաներ խնդրել։ Եթե դու աղոթքի կյանքին լուրջ ես վերաբերվում, Աստված աղոթքի կյանքին լուրջ է վերաբերվում։ Մեր երիտասարդներին մեկ-մեկ ասում ենք, խորհուրդ ենք տալի, ասում ենք, եթե դուք ուզում եք ինչ որ մեկի մասին, ինչ որ միտեղ խոսակ, ավելավա գնացեք Աստծո մոտ խոսացեք։
որովհետև երբ որ ուրիշի մոտ խոսաս, կընկնես ավելի մեծ փորձանքի մոտ, երբ որ Աստծո մոտ խոսաս, չէ, Աստված իրան հանգիստ կթողի կանցնի քեզ։ Կսիրել իրան դիր մի կողմ։ Ես քո հետ լիքը բաներ ունեմ, պետք է աղոթքի կյանք ունենալ։ Ու քո կյանքը 180 աստիճան կփոխվի։ Հոգևոր կյանքի մասին է։ Աշխարհի կյանքը չգիտենք որ կողմ գետա։ Այդքան կարևոր չի որ կողմ գետա։ Բայց քո հոգևոր կյանքը, եթե Աստված մատը դրեց քո վրա, երանելի ես։ Դու անդադ Աստծո մատը դնում ես ուրիշի վրա։ Էդի ունայն կյանք է էդի։ Էդի հոգևոր ունայն կյանք է, այդպես բան չկա։ Եթե Աստծո մատը կարենաս նենց հանես, որ դնի քո վրա, դու հասել ես տեղ։ Դա ամենաերանելի պահն է։ Եվ կարող է գրել 3-րդ Թագավորաց 19-րդ գլուխ առաջին համարները, 3-րդ Թագավորաց 19 գլուխ առաջին համարները, ընդ գրված է, որ Եղիան աղոթում էր, որ հոգնել եմ, ուզում եմ մեռնեմ, Եզաբելեն գելա հետևիցս, չէ՞։ Ու հեռացավ, չէ՞։ Մի 40 օրվա ճանապարհ գնաց, հասավ Քորեբ լեռը, եւ այլն եւ այլն։ Բայց Աստված ոնց որ ինքն էր ուզում, այդպես չարեց։ Դու կարաս ինչ-որ բան աղոթես, բայց Աստված լրիվ ուրիշ բան պատասխանի։ Ես գիտեմ, որ Աստված քո հետ գործ ունի, յուրաքանչյուրի մասին է։ Ուղղակի դու դա չգիտես, որովհետև աղոթքի կյանք չունես։ Դու պատահական չի, որ կանչվել ես, ողորմություն ա եղել, պատահական չի։ Դու կարող ես ականջ չունես իրան լսելու, որովհետև աղոթքի կյանք չունես, բայց ինքը քո հետ գործ ունի։ Դու կարող ես իրան չես հասկանում, որովհետև ժամանակ չունես իր հետ խոսալու, բայց ինքը քո հետ գործ ունի։ Ճիշտ է, դու հոգնել ես ու սատվել ես, բայց ինքը սպասում է քեզ։ Այն ինչ որ ինքը հիմա ասի, չի կարող ասի, ստիպված ասելու 2 տարի հետո, որովհետև դու ի վիճակի չես իրան լսես, դու իրան չես ճանաչում, դու իրան չես հասկանում։ 2-րդ Թագավորաց 12 գլուխ 15-ից 20 համարները։ Դավիթն էր աղոթում, որ այդ երեխան չմահանա, Բերսաբեից ծնված։ Կարար ապրեսներ, ու կարար ապրեսներ։ Կարար կյանք տար, կարար ողորմեր, իհարկե կարար ողորմեր, բայց ասես չէ։ Միշտ չի, որ Աստված մեր աղոթներին ասում է այո, կարող աղոթես, ասի չէ։ Մովսեսը աղոթում էր մտնեմ Քանանու երկիր, երկրորդ օրինաց ասում է այդ հարցով ինձ չդիմես։ Ինձ իրականում չի հետաքրում ինքը կասի այո թե կասի ոչ, ինձ հետաքրում է որ ինքը ասի։ Որտեւ երբ որ ես եմ ասում, ընկնում եմ փորձանքի մեջ, երբ որ ինքն է ասում, ընկնում է սաղ իր տեղը։ Դաժե եթե ինքը ինձ ասելա ոչ, թող ասի ոչ։ Ինձ ինքը պատասխանի, ես հավիտյան շնորհակալ կլինեմ։ Ինքը ինձնից երես չդարձնի, ինքը ինձնից չհեռանա, ինքը լուրջ չմնա իմ կյանքում։ Ինձ պետք է որ ինքը շարժվի իմ մեջ, բայց եթե ես ունեմ աղոթքի կյանք, եթե ես չունեմ աղոթքի կյանք, իմ կյանքը անհետաքրքիր էթալու առաջ։ Մի շատ դանդաղ եմ աճելու։ Այնքան բաներ կա, ինքը քեզ ուզում ասի, չի կարող ասի։ Ու երբ ասի։ Ոնց ասի քեզ, երբ որ դու չես ասում, ահա ես Տեր, ու չես ասում դու։ Այնքան զբաղված ես հոգևոր կյանքում, որ քեզի բան չի կարող ասի։ Իսկ ով կուզի, որ Տեր իրան բան ասի։ Աղոթքի կյանք ունենալը հավիտյան կարևոր է, որ դու մտերմանաս Հիսուսի հետ։ Իսկ եթե դու իր հետ չես մտերմանում, այդ կյանքը չգիտեմ, քեզի ուր կտանի։ Այդ կյանքը անհետաքրքիր կյանք է։ Եթե դու չես կերակրվում Հիսուսով, ինքը հոգևոր կյանք չի արդեն։ Ինքը օրհնյալ կյանք չի, ինքը լեցուն կյանք չի, ինքը գեղեցիկ կյանք չի, ինքը դες փառավոր կյանք չի։ Դեմա կյանքի տեսակ է, էլի։ Համար դու ուզում ես, որ ինքը քո կյանքի խնդիրները լուծի, ինքը ուզում է, որ քո հարցերը լուծի։ Տարբեր բաներ են։ Ես լիքը խնդիրներ ունեմ, չեմ ուզում ինքը դրանք լուծի։ Ինձ դրանք տենց էս բան կարևոր չեն։ Ինձ ուրիշ կարևոր բան կա։ Ես իրան ոնց նայում եմ, խանգարում եմ։ Ես մենակ լացում եմ, ոնց անեմ, քեզ չխանգարեմ, ըհը, դժվար է։ Չի ստացվում, ես չեմ կարող չխանգարեմ իրան։ Անդադ խանգարում եմ ես իրան։ Մի բան սխալ մտածեցի, խանգարեցի։ Մի բան ենթադրեցի, խանգարեցի։ Մի բան չարեցի, խանգարեցի։ Ես անդադ խանգարում եմ իրան։ Հիմա իմ միակ աղոթքը դա ոնց անեմ ես քեզ չխանգարեմ։
Դու որ խանգարում ես, ես չեմ նկատում, որ խանգարում ես, բայց որ ես եմ խանգարում, տենում եմ էդի։ Հիմա ես կուզեի, որ մենք խնդրենք Տեր մեզ օգնի աղոթքի կյանք ունենանք, դա տես միանգամից չի լինելու։ Եվ խնդրենք, որ ինքը մեզ օգնի այդ գործի մեջ, որտեղ ես եղել եմ շատ եմ ուզել, բայց չեմ կարեցել, չի ստացվել։ Բայց որ ինքը օգնում է, մի քիչ ուրիշ ձև է լինում, էլի։ Սաղ ընկնում է իր հունի մեջ։ Ես կուզեմ այդ ուղղությամբ աղոթենք, եղբայրներ ջան։ Կանգնենք աղոթքի։